Վարչապետ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագրի վերնախավի հանդիպումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են եւ այս շաբաթ Ռուսաստանից այս տնտեսական սահմանափակումներին զուգահեռ այս թեման ԵԱՏՄ-ում մնալու թե Եվրամիություն գնալու ընդհանրապես այս ամբողջ տնտեսական վերջին զարգացումները քարոզարշավի երևի թե ամենաառանցքային հարցն են դարձել։ Փաշինյանը թեմային անդրադառնում է ըստ էության իր բոլոր կանգառներում։ Վարչապետը ըստ էության ասում է, որ հունիսի 7-ին վերընտրվելուց հետո կվերադառնա աշխատանքին եւ այս հարցերը կլուծի, տեղեկացրեց, որ Մոսկվա է մեկնելու, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածություն ունի, ընտրվելուց հետո կմեկնի Մոսկվա ընտրություններից հետո, իսկ սա սակայն նրան չի խանգարում եւ նա միևնույն ժամանակ Ռուսաստանի այս քայլերը սխալ է որակում, ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից շատ ավելի խելամիտ կլիներ, որ ոչ թե այսպիսի քայլեր իրականացնել, այլ ընդհակառակը փորձել Հայաստանին բացատրել ինչ օգուտներ կարելի է ստանալ ԵԱՏՄ-ում մնալուն նման կոշտ ռետորաբանության փոխարեն, որն արդեն ոչ թե ռետորաբանություն է, այլ ուղիղ սպառնալիքներ ու սահմանափակումներ եւ հայկական բիզնեսը օր-օրի կորուստներ է կրում։ Վարչապետը նաեւ այսօր Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադարձավ։ 2022 թվիներ երևի կամ 23 թվիներ Բելարուսի նախագահը Լուկաշենկոն մի սենց հայտարարություն արեց։ Ասեց դե հայերը ում են պետք, Հայաստանը ում է պետք, Հայաստանը մենակ մեզ է պետք։ Գիտեք, դա մի հայտարարություն էր, որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ այսօր էլ ոչ մեկ ուշադրություն դարձրեք։ Տեսել եք Այսօր Բելարուսի նույն նախագահը, որ ասում էր Հայաստանում է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի, այսօր ընկած համոզումը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրել, ժողովուրդ ջան, մենք ուրիշ բան ենք ասում, ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում, որ երբևէ որևէ մեկը իրավունք եւ հնարավորություն չունենա, ասի Հայաստանը ոչ մեկին պետք չի, Հայաստանը բոլորին է պետք, այսօր Դուք պետք է ունենաք տարբերակներ եւ դուք կունենաք տարբերակներ եւ դուք միայն դուք կորոշեք թե այդ տարբերակներից որն է ձեզ համար ավելի լավ դուք ոնց կորոշեք տենց էլ կլինի Այսօր Գեղարքունիքում ես փորձեցի նաեւ քաղաքացիների հետ զրուցել հասկանալու համար ի վերջո նրանք ինչ ակնկալիքներ ունեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից անկախ հանգամանքից թե ի վերջո իշխանությունները կվերընտրվեն, թե իշխանափոխություն կլինի, ինչ են սպասում, ինչ խնդիրներ ունեն, որոնք պահանջում են արդեն հաջորդ իշխանություններից հունիսի 8-ից սկսած Ցանկալի կլինի ընտրվի գործող վարչապետը մեր կյանքն էլ բարելավված նորմալ աշխատող ժողովուրդ ենք աշխատում ապրում ենք։ Խնդիր չունենք ընդհանրապես։ Ամեն ինչով ապահովված ապրում ենք։ Ամենամեծ խնդրեմ դա խաղաղությունն է, որ ունենք։ Հետո բուժօգնությունը, տեղորայքը, որ ասենք, ինչ որ արել է շատ Իսկ էլ ինչա պետք անել, որն է այս պահին ամենասուր հարցը։ Ի վերջո ինչ որ բանի համար ընտրում եք, չէ՞։ Ինչ եք պահանջելու, որ իրենք անեն։ Ժողովրդին լավ նայեն, դարանել շատ լավ կլինի բացի, որպեսզի մեր ռայոնի շատ մարդիկ են գնում արտերգիր, որպեսզի մնան տեղում աշխատեն իրենց ընտանիքի հետ լինեն։ Ոչ մեկին հաճելի չէ գնալ Ռուսաստանը տանջանքների մեջ, ընտանիքից հեռու, երեխաները կարոտ, բնականաբար ստեղ կգնային մնալ։ Զավոդն է լինեն, օրինակ առաջ մեր մոտ կար մթերման տեղեր, որ մեր ապրանքը, տանձը, խնձորը, ամեն ինչ մթերում են, հիմի այդ բոլորը փակել են, սեփականացրել են Եվ այսպես վիճակը վատացավ։ Չկա քայքայած վիճակում է այս մարդը ընդունել։ Հիմա իրանից չեք պահանջում, որ Աշխի պահանջենք, անպայման պետք է պահանջենք։ Ամենասուրը դա պետք է աշխատատեղերը։ Շատ երիտասարդների զբաղվածության հարց է սպային, ամենաառաջնայինը, որ շատ պասիվ են ցույց տալիս։ Մնացած ոլորտներում աշխատանքը տարվում է շատ կողմ ենք մենք։